Ներկայացրեք ինչ ապրանք եք ներկայացրել, ձեր տաղավարում ինչ ունեք, Ունենք դուդուկ, զոռնա, հայկական եւ շվի։ Ինչ հետաքրքրվածություն կա, մարդիկ գալիս են, գնում են, առևտուր են անում։ Բոլորին էլ հետաքրքրում է, հիմնականում դուդուկն է հետաքրքրում, որտեղ բոլորին դուր է գալի դուդուկը։ Տեղացիներն են գնում, թե տուրիստներն են գնում։ Բոլորը համարյա տարբեր ազգեր, ֆրանսիացի, անգլիացի, հայ, ռուս, բոլորը գնում են։ Օրինակ, ինչ եք պատմում եվրոպացիներին կամ արտասահմանից եկած մեր հյուրերին, ինչ եք պատմում, ինչպես եք ներկայացնում։ Հարցնում են դուդուկի մասին, ներկայացրեք, ասում ենք, որ 3 տեսակ դուդուկ կա, սուվենիր, սիրողական եւ պրոֆեսիոնալ։ Հիմա հարցնում եմ, դուք ո՞րն եք նախընտրում, պրոֆեսիոնալ, սիրողական, մեկն էլ ասում է, չէ, ուղղակի ուզում եմ կաբինետ ունեմ, մեջը տնեմ, որպես սուվենիր։ Նայած ով ինչ է, էլի ուզում, էդ էլ տալիս ենք, բոլորից ունենք։ Կներկայացնեք այստեղ որն է սիրողականը, որը սուվենիր որպես եւ պրոֆեսիոնալը։ Սրանք սիրողական են, արժեքը պետք է ասեմ, թե չէ։ Հա, եթե ինչ ասեք։ Սա արժի 7000 դրամ, սուվենիր, կիսա սուվենիր։ Եվ ունենք սիրողական, Բայց նվագելու համար պիտանի է։ Դե գիտեք, սիրողական նոտաները ճիշտ չի հնչում, բայց նվագում է։ Սա սիրողականն է եւ ունենք պրոֆեսիոնալ տարբեր տեսակի։ Երևի դրանք ավելի թանկ են։ Հա, սրանք 15000 արժեն, 15-ից սկսում է։ Ինչ փայտերից են պատրաստված։ Սիրան, այդ կողմինը ներկված չի, ինքը հենց դուդուկն է, սպիտակ ժամանակ, էլի, որ փայտն է, փայտի գույնն է, իսկ այս կողմինը ներկվում է։ Եվ ունենք ավելի թանկարժեք դուդուկներ, պրոֆեսիոնալ, արդեն, չգիտեմ, սուստամ նայեք։ Սրանք արդեն պրոֆեսիոնալների համար է, կամ սովորելու համար, երեխեքը դպրոց են գնում, սրա վրա են նվագում։ Սա ստե նոտաները լրիվ ճիշտ է հնչում։ Ինչ արժե եւ արժեքը։ Այս 15 սա արժի, 35000 սա, ու ավելի թանկը ունենք 50000, 60000, շատ տարբեր գնում։ Որակները լավն են։ Որակը, այո, Ժանհարյան նորիկն է ստրոյանում, լարվածքը, նորիկն է լարում, ես դուդուկները պատրաստում եմ, ինքը լարում է։ Դուք եք պատրաստում դուդուկները։ Ինչ փայտից եք պատրաստում։ Ծիրան, բոլորը ծիրան։ Բոլորը ծիրանից են։ Իսկ այլ փայտերից կլինի պատրաստել։ Լինում է։ Շվիները լինում է, բան, աճար, մեկ էլ, բան, ծիրան, էլի խառը, բայց գնային արդեն տարբերություն անում, էսի աճար է, նայեք, սա ծիրան է։ Ծիրանը ավելի ծանր է։ Հա, ծիրանը ավելի խիտ է փայտը, ավելի ամուր է ու ավելի ծանր է։ Հա, իսկ որակապես ավելի լավ որ փայտինն է։ Ծիրանը։ Ծիրանը։ Տարբերությունը մեծ է լինում։ Հնչողությունն է լավ լինում, էլի ավելի հեշտ է մշակելը, օրինակ աճարը մի քիչ դժվար է, ինքը փշեր է թողում, իսկ ծիրանը չէ։ Ծիրանը ավելի հեշտ է։ Մշակում է նայած։ Սրա մշակելը ավելի հեշտ է, քան աճարին ասել։ Ինքը բանը կլեյման ունի խփած վերեն, որ դուդուկը ստուգված է, կամերտոնով ստուգվում է դուդուկը, նոտաները որ ճիշտ հնչի, էլի։ Իսկ մնացածը կան անցքեր կա, որ ճիշտ չեն հնչում սիրողականը, ուղղակի
Էժանության համար առնում են, ասենք տունը իրանց համար զբաղվելու։ Դհոլները, դուք եք էլի Դոլները ոչ, առնում ենք ծախ, վաճառում ենք։ Ինչքան եք վաճառում։ Այս 15000 կա 35, 50, 70 Իսկ մեկը ինչա, ինչ Դա երաշտական էդի դափ, հա։ Էս էլ է հայկական էլի, կաշիա վրան քաշած։ Հա։ Ես Ոնց է դժվար է մի քիչ ծախում, բայց առնում եմ։ երևի ավելի շատ հասանեկան արարապակարգերի։ Չէ, երկիչ աղջիկներ բան կա, իրանք առնում են, ամեն մեկը մի նպատակով։ Իսկ հաճախորդներ ունեք, գալիս են։ Ամբողջ աշխարհի վրա ծախում եմ, ամբողջ աշխարհի։ Օրվա կտրվածքով քանի հաճախորդ եք ունենում։ Չեմ կարող ասել։ Բայց թանկացում դուք Վերնիսաժում, հիմնական վերնիսաժում չեմ վաճառում, վաճառում եմ արտասահմանում։ Այնտեղ օրանում 5 հատ խանութներ կա, որ պատվիրում են, ասենք, Բեյրութում, դուք պատրաստում եք Մոսկվայում, հա, Ֆրանսիայում, Ամերիկայում երաժշտական խանութներ կա, որ ուղիղ գտնում են ինձ ու հետո սայթերով են վաճառում eBay, Etsy, Amazon։ Մայամիում պահեստ ունենք։ Մեզ անձնական իմ պահեստ։ գները անփոփոխ են, թե որոշակի Չէ, ընդեր թանկ ենք վաճառում։ Ընդեր արտասահմանի գներով էլի, ցույց տամ նայեն։ Ասենք որը որ ստե 15000-ա Ընդե սենց ասեմ, խոսքի ես 35000-ա, ընդե վաճառում ենք $150 կարգի, մոտ 60000 դրամ։